Տնտեսական ներուժի հետ կապված այժմ շատ ավելի է բարդացել, շատ չափազանց, եթե մենք մի փոքր երկրորդենք, այսպես հիպոթետիկ երկրորդենք Իրանի դեմ գործողություններով պայմանավորված անվտանգային խնդիրները, ապա սոցիալ-տնտեսական խնդիրները շատ ավելի խնդրահարույց են, շատ։ Մենք Չինաստանի հետ, Արաբական Միացյալ Էմիրությունների հետ առևտրաշրջանառություն իրականացնում ենք Իրանի Իսլամական Հանրապետության միջոցով։ Պատկերացրեք, երբ որ ամբողջ արտահանումները եւ ձեռքբերումները տեղի ունենան արդեն փոթի նավահանգստի միջոցով, դրանք ինքնարժեքի վրա ինչպիսի բացասական ազդեցություն կարող են թողնել։ Օրինակ կարող է Հայաստանից արտահանումը այլևս չլինի շահավետ եւ ունենանք արտահանման ժամանակավոր արգելափակում։ Ներկրումը այնքան թանկ լինի, որ սպառում ուղղակի Հայաստանում հնարավոր չլինի իրականացնել, որովհետեւ մարդիկ ունեն սահմանափակ քանակությամբ եկամուտ եւ այդ եկամուտը բավարարում է հացին, որոշակի հագուստի եւ այլն, պատկերացրեք այդ թանկությունները ինչի կարող են հանգեցնել։ Նավթի առումով 20-ից 25% մոտավորապես համաշխարհային նավթի մատակարարումների դուրս է գալիս հենց Պարսից ծոցից եւ սահմանափակումները կարող են հանգեցնել վառելիքային շուկայում էական գնաճի, որոնք շատ այսպես բացասական կանրադառնան եւ ներկրվող ապրանքների վրա եւ Հայաստանում արտադրվող հենց ապրանքների վրա։ Եվ այս կառավարության երկարաժամկետ կառավարումով ունեմ արդեն հաջորդ շատ ավելի վտանգավոր մտավախությունը, որտեղ միանգամից է, տեսեք, մեր համար ինքը այսպես խոչընդոտ է հանդիսանում մտահոգությունների տեղիք, բայց Նիկոլ Փաշինյանի եւ նրա թիմակիցների համար սա ուղղակի այսպես խաղաքարտ է դառնում ընտրությունների նորից շահարկելու կամ իր պլանը առաջ մղելու։ Օրինակ, ասի դե տեսեք, Չինաստանից չենք կարողանում ներմուծենք վտանգավոր է Իրանի դեմ գործողություններով պայմանավորված, եկեք Թուրքիայից ներկրենք։ Հենց բացվեց թուրքական արտադրանքի եւ թուրքական մատակարարումների դեմ հայկական շուկան, Հայաստանում արդյունաբերությունը ընդհանրապես ոչնչանում։